Ողջույն բոլորիդ, մի քանի խոսք որոշեցի ասել եւ ոչ մենակ որոշ բաներ արձանագրել այսօրվա Սուրբ եւ Անմահ Պատարագը, որ տեղի ունեցավ Օհանավանքում, այլ նաեւ մի քանի, այսպես ասած, ընթացիկ իրադարձություններից խոսեմ։ Խնդրեմ միացողներին անմիջապես տարածել եւ սկսում ենք այս ուղիղ երարցակումը աղոթքով ավանդության համաձայն։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, զգորձը ձերած մերոց ուղիղարայ մեստեր, եւ զգորձը ձերած մերոց հաջողյա մեզ, Փարքոր եւ Որդվոյ Գույն Սրբո, այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիրենից ամեն։ Հավասիկ սիրելիներ, եթե դիտեցիք իմեջի վրա, բազմաթիվ նյութեր էին, որոնք տեղադրել էի ես այսօր, այն սկսել եմ տեղադրել այն պահից, երբ երկրի վարչապետը հայտարարություններ արեց իր Facebook-յան էջից եւ բացադրեց մեզ բոլորիս այն կարևոր փուլը, որի մեջ տևակոխում է վեհարանը վեհի շարժումը, որ Օհանավանքի Սուրբ եւ Անմահ Պատարագը սկիզբ է դնում գործնական հարթության վրա Կտրիչ Ներսիսյանի եւ իր ավազակախմբի հեռացումը մայր եկեղեցուց։ Ես կուզեմ նախ եւ առաջ շնորհակալ լինել երկրի վարչապետից, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ ժողովրդի այն բոլոր մասնակիցներից, ովքեր այսօր իրենց մասնակցությամբ աղոթեցին, միացան Տեր Արամի Սուրբ եւ Անմահ Պատարագի սրբազան արարողությանը եւ այնտեղ մեծ խանդավառություն էր, իրական պատարագ էր, շատ լավ արժանավոր սարքավակներ, որոնց ես ճանաչում եմ, որոնք այնտեղ ուրեմն աղոթքները բարձրացրեցին եւ այսպիսով Սուրբ եւ Անմահ հաղորդության խորհուրդը տեղի ունեցավ եւ մարդիկ մոտեցան հաղորդությանը։ Ես տեսա վարչապետի նախ այն մոտեցումը, որ նույնիսկ աթոռների վրա չուզեց նստել, ասեց հանեք աթոռները եւ ծնկի իջավ, խորանի առաջ խոստովանությամբ մոտեցավ Սուրբ հաղորդությանը։ Այս մենակ քայլը իհարկե ինձ շատ ոգևորեց եւ այստեղից ցանկացած մեկը, եթե մարդը անաչառորեն, այսպես ասած, ողջախոհ է, նա դատում է այս իրողությունը, հա։ Ու տեսնում է իրականում մենք չենք ունեցել նման անցյալում որևէ մի ղեկավար, որը լիներ երկյուղ ունենար Աստծո մոտ հավատացյալ, որը իրականության մեջ ոչ թե լեզվի վրա խոսեր հավատքի մասին, այլ գործնական բերումով։ Իհարկե ծով ժողովուրդ եւ դուրսը եւ ներսը նույնիսկ բոլորի համար տեղ չկար, բայց մարդիկ լսում էին Սուրբ եւ Անմահ Պատարագը եւ հետեւում էին այս սրբազան արարողությանը դրսից։ Հրաշալի է, ես այդպես էլ մտածում եմ, որ գերազանց պետք է անցնի, եղար մի ընդամենը փոքրիկ միջադեպ, այն էլ մեր ոստիկանները, ես այստեղից ուզում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ իրավապահ համակարգին, մասնավորապես ոստիկաններին, որոնք անմիջապես փակեցին այդ բերանը այս տականքի եւ դուրս շպրտեցին եկեղեցուց, որը եկել էր Կտրիչ Ներսիսյանի հանձնարարությամբ սադրելու, խորհուրդը խափանելու։ Հասկանում եք, այս մարդկանց համար սրբություն չկա, այնտեղ կատարվում է Քրիստոսի զոհաբերությունը, այնտեղ կատարվում է Քրիստոսի Սուրբ եւ Անմահ Պատարագը։ Եվ այդ տեղում, այդ վայրում, այնտեղ որ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքներն են զետեղված, այսինքն սրբություն կա մեծագույն այս տաճարի մեջ, ուրեմն փորձեցին պղծել, նրանց համար կարևորը իրենց եսասիրությունն է, իրենց անարդար որոշումները ուզում են առաջ բրտել եւ ուզում են հասնել ամեն ինչին որ չեն կարող իհարկե հասնել նման պարագայում, բայց ցանկությունը մեծ է, հա։ Խեղդել արդարությունը, խեղդել ամեն գնով, բայց արդարությունը հաղթանակում է։ Այն մարդը, որը հույսը դնում է Աստծո վրա, երբեք ամոթով չի մնում։ Վերջի վերջով մենք ականատեսը եղանք, որ Հիսուս Քրիստոսը հաղթանակեց։ Սիրելի ժողովուրդ, մեր Տերը հաղթանակեց։ Եվ մեր Տերը միշտ է հաղթանակելու։ Մինչև չմաքրվի այս եկեղեցին, Տերը իր մասնակցությունը աներևույթապես, բայց մարդկանց սրտերի մեջ, հոգիներում, ուրեմն զորությունը դնելու է, իմաստությունը տալու է եւ շնորներով օժտելու է, որպեսզի հաղթենք եւ հաղթահարենք այդ բոլոր դժվարությունները, որոնք փորձում են հարուցել սատանիստները, որոնք օկուպացրել են Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ այսօր դուք տեսաք Դոն Պուպուլիկը, որի անունը դրել եմ ոչ ես, կներեք ինձ, դա Անդրանիկ Դովլացյանը դրեց, բայց տենց լավ բան ասեց, որ ես իրենից այդ բանը սովորեցի։
որտեղ իսկապես այդ մարդը, որը կորցրել է աղերսը իրականության հետ, գիտեք չէ Հայաստանից ոնց փախավ։ Մեղքի բերումով, երբ որ երիտասարդ երեխա մահացավ այդ իրենց կռիվների, այդ ռազմորկաների արդյունքում, ես կրկնում եմ, չեմ կարող, մոմը չեմ բռնել, չեմ ասի, որ ինքն է սպանողը, բայց ինչի փախավ։ Այստեղից ուզում եմ դնել բազմակետ։ Թող այս հարցին պատասխան տան պատկան մարմինները։ Բայց այն փաստը, որ իր ձեռները արյան մեջ են, այն փաստը, որ նա գող, ավազակ, սրիկա է եւ պղծել է, ուրեմն անունը բանդիտները հավաքագրել է գալավարեզներ, հա, այսպես ասեմ, ռուսերեն ասեմ, որ ինքը հասկանայի դեբիլը։ Եվ դրել է խաչակրած բան, ինչ որ կազմակերպություն։ Ես դրանց չեմ անվանում խաչակիրներ, որտեղ դա անհետեթություն, ես ասում եմ քաքակիրներ։ Մեծ քաքը, կներեք, շատ կներեք, բայց մեծ քաքը այդ բանն է, կտրիչն է, եւ այդ քաքակիրները ուրեմն այդ քաքի քաքերն են, որը ուզում են կեղտոտել եկեղեցին, սրբապղծել եւ անունը դա այդ կեղտոտ գործողությունների ուրեմն խաչի հետ կապել։ Տեսեք այդ սրբապիղծ տականքների աստիճանը սադանայության։ Ես ուզում եմ դա ընդգծել, որտեղ այս հարտակից են, չէ՞, քանդում սադանայի տունը։ Այդ համար եմ դա ընդգծում։ Բայց տեսակ, Պլանքար Սամվելին նարկամանին փչացրեց մինչև վերջ։ Ոնց փչացրեց այսօր։ Լսեցիք, չէ՞, դրեցի բանը։ Եթերից հատված։ Զառանցանք է այնտեղ, ապուշություններ է դուրս տալիս, որ իբրև թե Նիկոլ Փաշինյանի պլանը ձախողվեց, նա Արշակին էր երազում դնել այդ աթոռի վրա, կաթողիկոսական։ Բայց Արշակը ասում է սատանա էր, որը 10 տարի հավատարիմ ծառայեց կտրիչին, կտրիչի ծոցից դուրս եկավ։ Այսինքն կտրիչը սատանա սարքեց։ Կտրիչը Սատանան նշանակեց դիվանապետ, երկրորդ դեմքը եկեղեցում սատանա էր։ Պուպուլիկն է ասում, դոն պուպուլիկը ես չեմ ասում, իրանք են ասում, արդեն գիտեք ոնց, իրանք իրար մեջ են արդեն, իրար ուտում են, չեն էլ հասկանում արդեն, թե ինչ են խոսում, ինչ ապուշություններ են դուրս տալիս։ Բայց այդ պուպուլիկը մենակ չի կարա տենց բան ասի, չէ, օրեր առաջ, ամիսներ առաջ նա Արշակին ասում էր սուրբ, այսօր ասեց սատանա։ Եվ բոլոր մեղքերը բարդեց Արշակի վրա, որ Արշակը ուզում էր կաթողիկոս կոչվածին դուրս շպրտել եկեղեցու Փաշինյանի հրամանով։ Ով է քաղաքական հայրը Արշակի եւ Փաշինյանի, ես այդպես էլ չհասկացած էր ժողովուրդ, գուցե մեկ այստեղ մեկնաբանության մեջ գրի, ինձ հետաքրքիր կլինի ձեր ուրեմն տեսակետը։ Բայց այդ չի կարևորը, կարևորը այն է, որ փչացրեց մինչև վերջ, այսինքն աղբամանի ապրանք է, բայց ոնց փչացրեց։ Եզրասը, հա, կամ իր աշխարհիկ անձնագրային անունը Բուրջո Ներսիսյանը, իսկ ծածկանունը Կարոն, Facebook-ի, այսօրվա Facebook-ի գործակալը, Դոն Պուպուլիկին ասելա փչացրու Արշակին, փչացրու։ Հիմա սա մեղքը նրանք կարծում են, որ նոյեմբերի 4-ին պետք է տեղի ունենա Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված նիստ, եւ այդ նիստը 3 օր է տևելու, 4-ից մինչև ամսու 7-ը։ Եվ ուրեմն նրանք նոր պլան են մշակել, ուզում եմ այստեղից իրազեկել, ուզում են սաղ սադանայությունները, մեղքերը, ինչ որ եղել է այս եկեղեցու մեջ, բարդել Արշակի վրա, ասել, որ կտրիչը սուրբ է, կույս է, անմեղ է, բայց նա կեղտ է։ Եվ այդպիսով իրենց զոհաբերել, դուրս գցել, աղբամանը նետել, ավելի ճիշտ զուգարանը նետել, կտրիչը որոշել է եզրասի հետ, Արշակին նետել զուգարանը եւ ջուրը քաշել։ Նոյեմբերի 4-ին։ Սա է լինելու։ Պետք է տեսնեք այդ կուլմինացիան, այդ խայտարակության եւ այդ տաքսի թատրոնը տեսնողներ կան, սիրելի ժողովուրդ։ Եթե տեսել եք, սա շարունակությունն է, այնտեղ որ առաջին անգամ դիտեցինք, քիչ ամնում բանին պոլին պարկեինք ծիծաղից։ Շատ հանճար ձևով են դերասանները խաղացել։ Հիմա այդ տաքսի երկրորդ սերիալն է, մի քիչ ուրիշ նյութով։ Այդ նոյեմբերի 4-ի բանը Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված նիստը։ Ուրեմն ուզում եմ ասել այստեղից, որ այսօր ես պետք է բաց ձեզ հայտարարեմ այն տականքներին, որին ես անձամբ ոչ մենակ դիմումները ներկայացել եմ երկրի վարչապետին եւ իրավապահներին, այն մարդկանց, ումը որ պետք է արմատախիլ անել եկեղեցուց։ Եվ սա խոսքը գնում է հիմնականում բարձրաստիճան այն հոգևորականների, չհոգևորականների, խաչագող սրիկաների, որոնք պիտի դուրս շպրտվեն։ Ուրեմն թվարկում եմ Կտրիչ Ներսիսյանը, դե գլխավոր սատանան ինքն է, Պլանքար Սամվելը, Արշակ Խաչատրյանը, Եզրասը,
աղբերը թարլան կրծեր կտրիչի մուշեղբորնիկը այդ խուլիգանը, որը բանի պետք չի, աղբամանի ապրանք, բանը հովակիմը, իրա համագեղացին, բոլոր իրա համագեղացիներ, ինչքան որ կա, Գևորգ Սարոյանը ընտանիքական, փողոցի խուլիգան, կատարյալ փողոցային խուլիգան, բանը, դուք ասեք, սիրելի ժողովուրդ, իհարկե նանար Նաթանը, հա, այդ երևի իրանի նկատի ուներ Փաշինյանը, որ ասեց բանի համար, որ նա շատ այդպես ասած սեր ունի տղաների հետ, հա, խելագար ձևով այս իր մեջ կրքերը չի կարողանում հանգցնել, թեև արդեն քյոպակ է դարել։ Մոլագար, հա, մոլագար սեռականը, որ ասեց։ Բանը, իհարկե ազգի դավաճանը ու տականքը ու տալանչին Պարկև Կաշե Բեսմերնի պիանիցը։ Եվ որոշ մարդիկ եւս, որոնց անունները այսօր չեմ տալու, բայց դրանք տիրախավորված են, եթե խելոք բաներ անեն այդ ժողովին, այսպես ասած, իրենց ճիշտ պահեն, նրանց պիտի ամնիստիա շնորհենք, սիրելի ժողովուրդ։ Բաներ են լինում, երբ մարդկանց պետք է մի քիչ բան անես, ներողամիտ մոտենաս, եթե նրանք ճիշտ դիրք զբաղեցնեն այս գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնման նիստի ժամանակ։ Բայց այս իմ թվարկածները կարծում եմ բոլորին նշել եմ, հա։ Հա, ներողություն չեմ նշել, կներեք, երկուսին են մոռացա եւս։ Հովնան այն խուլիգանը գուգարած թեմի, ես ազգանունը չգիտեմ, այն առաջնորդը, եզի աչքերով, որ եզի աչքեր ունի, մեկ էլ բանը, այն Բոսյակը, Հովնան Տերտերյանը, Ամերիկայի առաջնորդը, որտեղ նա էլ է արվամոլ է, նա խայտարակ արվամոլ է, այլանդակ։ Եվ իհարկե ես կասեի տարոն տականքը այդ բանի Ռումինիայի տարոնը, բայց այդ տարոնին կարող եմ, եթե խելոք մնաց, ապաշխարեց, այդ օրը բանեց, երկեց, բարեց այնտեղ, մեր ուզածները արեց, այն ժամանակ տարոնի գլուխը կշոյենք, այսպես ասած։ Ես կարծում եմ, որ այս ցուցակը բարձրաստիճան տականքների, որոնք իրենց անվանել են հոգևորական, բայց նրանք ոչ մի կապ չունեն հոգևորականության հետ, ոչ մի կապ չունեն Աստծո հետ, Քրիստոսի եկեղեցու հետ, խաչի, ավետարանի, ոչ մի կապ նրանք չունեն, բացարձակապես է, այն որ ասում եք ձե կուրակ, ձե մոյդոմ, էսա, այդ մարդկանց բանը այդքան է։ Ուրեմն դրանք պիտի բոլորն էլ դուրս գցվեն եկեղեցուց, ամենախայտարակ ձևով, եւ ես կարծում եմ, որ նաեւ որոշ անձերի նկատմամբ պետք է քրեական բան լինի, հետապնդում լինի եւ պետք է ոչ մենակ դուրս գցվեն, նաեւ պետք է դատվեն։ Օրինակ Եզրասին ես շատ եմ ուզում Ուկրաինա որ արտահանցնեն, որտեղ Եզրասը պատասխան պիտի տա վերջիվ։ Դե մնացածներին էլ սիրելի ժողովուրդ գիտեք, մի քանի լակոտ կա այնտեղ, փսլնկոտ, որոնք կծռեն տակը, հազար ներողություն, բայց նրանք տակն են լցնելու։ Ռուբեն Վարդապետը է թվում, հա, Աստրիկ Ասորիկը, ու մի քանի կա լնգուլավաս, որոնք լեզուներն են երկարացրել շատ, նրանք տակն են անելու։ Պամպերս ճարեք, նախորոք առեք, պահեք, պետք կգա նոյեմբերի 4-ին, պամպերսները պահեք ձեր սենյակում միաբանական, որ հագնեք, խայտարակ չունեք այնտեղ, այդ ժամանակ, երբ որ նորությունները լավ կթնդան, հա, ասում է պակոմ զվանիտ կոլոկլ, այս դրանց է վերաբերվում։ Ուրեմն այս է սիրելի ժողովուրդ, որ ուզում էի դա ասեի, նրանք փչացած են, բոլորն էլ արդեն խառնված են եւ իրար պետք է բսկոտեն, հա, վերջի րոպեին առնետավասկ է լինելու, պիտի իրար մայր հայհոյեն, պիտի իրար ծեծեն, դա էլ պիտի տեսնանք։ Մեկը մյուսի վրա գցի, մեկը մյուսին սալանի, մյուսը պիտի սուրբ ձևանա եւ այլն, այդ սա բաները նրանք պիտի անեն։ Բայց պիտի այդ անփարունակ վիճակը ավարտվի եկեղեցում, այդ խայտարակությունը մեր ամոթը ազգային, մեր եկեղեցու անկման, չգիտեմ, այլասերման, այդ ամենը պիտի իր վերջնական ավարտ ունենա։ Իհարկե Աստծուն պիտի փառաբանենք, պետք է մեր գոհունակությունը հայտնենք մեր Տիրոջը եւ որ նա պարգևել է մեզ Նիկոլ Փաշինյան, որը Աստծու կամքն է այսօր ի կատարածում։ Աստծու կամքն է ի կատարածում։ Այն մնացած քաղաքական ուժեր էլի լսեցի։
հայազգային կոնգրեսը, մյուսները խառնվում են, պաշտպանում են, ամոթ է։ Դուք ողորմելի եք։ Ուղղակի ես նույնիսկ չեմ ուզում արդեն ձեր մասին խոսել։ Քանի որ դուք ինքներդ հասկանում եք ձեր արածը։ Ում եք դուք պաշտպանում, ում եք ձեռք մեկնում։ Ում։ Գողերին, սքեմով, հա, ավազակներին, մարդկանց, որոնք աղերս չունեն քրիստոնեական հավատքի հետ, մարդկանց, որոնք ոչ թե պատահականություն են եկեղեցում, նրանք ընդհանրապես այս եկեղեցու թշնամիներն են։ Ուրեմն նշանակում է հայ ժողովրդի թշնամիներն են, ամենամեծ դավաճաններն են։ Այս մարդիկ որ թվարկել եմ ես, դրանք ամենաառաջնագծում են, թիրախավորված։ Մնացածի հետ կխոսենք էլի, մնացածին պետք է կարգապահական ժողով այնտեղ նոր ատյան կազմվի։ Հուսով ենք, որ այդ բանը պետք է ունենանք, դերակատարումը պետք է ունենանք այդ մարմնի մեջ, եւ պետք է կարգի հրավիրենք այն բոլոր տականքներին, ովքեր որ Աստծո եկեղեցում արել են ուրեմն տարբեր այլևայլ բաներ, ոչ մեկ չի փախչելու, կարգապահականից չի փախչելու։ Այդ բաները, որ դուք այդ 26 տարի սովորել եք անել, որ կտրիչի քամակը լիզելով դուրս եք եկել իր մոտից, հետո գնացել եք ինչ ուզեցել արել եք, տրորել եք Քրիստոսի խաչը, ավետարանը, թքած եք ունեցել պատվիրանների վրա, մեղքերի մեջ եք շահախված եղել, ապրել եք անվայել կյանքով եւ այդ բոլորը վերջի վերջով բերելու է ձեզ այդ ատյանը։ Իմացեք, որ ամեն մեկի հետևից գալու ենք, ամեն մեկին անպայման պետք է անդրադառնանք, բայց կրկնում եմ, բարձրաստիճան հոգևորականները այսքանով եմ սահմանափակվում, գտնում եմ մնացածը, նույնիսկ եթե ունեն թերություններ, սխալներ, որպես մարդիկ, բնականաբար, որևէ մեկ անթերի չի, նրանք բոլորն էլ իրավունք ունեն, այսպես ասած, մաքուր էջից իրենց կյանքը հոգևոր ընթացքը շարունակելու, եթե իհարկե նրանք ճիշտ քայլեր անեն, նոյեմբերի 4-ից 7-ը սպասում ենք իրենց վճռական քայլերին եւ սպասում եմ նաեւ իրավապահ համակարգի, մասնավորապես ազգային անվտանգության ծառայության գործողությունների, որովհետեւ կտրիչը պետք է նստի։ Ես շատ եմ ուզում կտրիչը նստի նույն կամերում։ Իմ սրտի փափագն է, այդ սա խուլիգանները, որ կան բռնված այսօր, այդ տերորիստները բան, այդ իրա քրոջ որդին, հա, այն հաստափոր հաստավիզմը կրտիչ Պրոշյանը։ Ինքն էլ է, մի հատ բուրկին ինքն է, էլի, բուրկի լավաշա բուրկիա ինչա, ցեխ ուներ բաներ սարքում։ Ու ուրեմն իհարկե այս մնացածները կաշեին էլ եթե ամերիկան արտահանձնի բերեն այդ կաշեի բեսմերնում պարկևին, հա, դրան էլ դատեն դնեն իրենց հետ։ Միասին է բոլորը այդ նույն կամերի մեջ լինեն։ Պատկերացրեք ժողովուրդ ինչ բան է լինելու։ Այնտեղ ոնց են իրանք իրար հետ վարվելու եւ ինչեր են իրար ասելու։ Վայտը սպանելու են իրանք կտրիչին։ Բա, որտեվ կտրիչն է, այդ պատճառ եղել դրանց օրինակ Բագրատն ու Միքայելը, չէ՞։ Իրանք որտեղից հայտնվեցին բանտում, թող կտրիչից ներողություն, շատ ներողություն, թող կտրիչից շնորհակալ լինեն։ Թող գնան իրեն ասեն այդ շնորհակալությունը, որ իրենց ճակատագիրը խեղեց այս մարդը։ Դուք հասկանում եք, որ Բագրատն ու Միքայելը կյանքում չէին հայտնվի բանտում։ Ես ձեզ հավաստիացնում եմ, եթե լիներ ուրիշ կաթողիկոս, եթե ոչ Բագրատը, նախ Բագրատն ու Միքայելը եպիսկոպոս չէին լինի։ Ես արդեն դա ձեզ 100%-ով կարող եմ ասել, նրանք արժանիք չունեին եպիսկոպոս լինելու։ Նրանք սուսուփուս կվերեն գնային ինչ որ միտեղ իրենց աշխատանքը ծառայությունը կանեն, կվերջանար կգնար։ Բայց որ հասնեն տերորի եւ հասնեն բանտի դուր, այդ իր ծրագիրն է։ Չէ որ ինքն էր իրենց ուղղորդում, չէ որ ինքն էր իրենց այս բոլոր բաների մեջ դրել, գծերի մեջ դրել։ Նույն այդ Թալան Ալանը, որ Պրոշյանը ում շահներ սպասարկում կլանային ընտանեկան կտրիչի։ Այսինքն իր քրոջ տղուն ինքը շարի մեջ գցեց։ Այսինքն ես այստեղից հորդորում եմ կտրիչի քրոջը, որ աչքերը հանի եղբոր, ասի ինչ արեցիր տղայիս կյանքը։ Ճակատագիրը ոնց խեղեցիր, այդ բորնիկ։ Իր երեսից գնաց տիկին ջան, քո եղբայրը քո որդու գլուխը կերավ, իրեն ուղարկեց բանտի դուր։ Խնդրեմ։ Ուրեմն ամենամեծ սատանանով է։ Դեն ասում է Արշակը ասում է իր ծոցից դոն պուպուլիկն ասում դուրս եկած սատանա։ Ուրեմն կտրիչն է չէ ծնողը այդ Արշակի։ Ինքն է իրեն պաշտոնը տվել, ներս է սրբազանին հանեց դիվանապետի պաշտոնին։
Հետով սպանեց, որպեսզի այդ լակոտին բերի, նրան հանեց, որ լակոտին բերի դնի, արշակ աբեղա էր, այդ աբեղայությունից լույսի արագությամբ արքեպիսկոպոս սարքեց, 1-2 տարվա մեջ, այսինքն սատանա ծնեց, կտրիչ Ներսիսյանը ծնեց սատանա, նարկամանին բերեց, նարկամանին, փողոցի խուլիգանին բերեց, մայրաթորի դիվանապետ սարքեց, բա ինչի ասում եմ կուկուշկայի աթոռը, կարող է ես անարգեմ մայրաթոր Սուրբ Էջմիածինը, ոչ, կտրիչի ձեռքում մայրաթոր Սուրբ Էջմիածինը դարձավ կուկուշկայի աթոռը, ահավասիկ ես հիմնավորում եմ եւ հղումը տալիս եմ աղբյուրը, այս իմ հիմնավորման, Դոն Պուպուլիկնա, ձեր աճեցրած բանդիտը, որը հավաքագրել է ավազակներ, մեզ սպառնում էր Վարդանանք շարժումը, որ Դովլաթյանը կազմակերպեց, ասում էր պիտի արյան գետեր հոսան Էջմիածնում։ Ընտրեմ, արյան գետեր խոստացողը այսօր արշակից սատանա հանեց։ Այն օրը սուրբ էր, 1 տարի առաջ, իր անունով երդվում էր, այսօր սատանա եղավ։ Հիմա տեսնում եք, չէ, ինչ շիլափլավ են իրան կեպում։ Այսքանը սիրելիներ, շատ տարածեք, հաղթելու ենք, բարձր տրամադրությամբ եղեք, մեր ժողովուրդը լավ հասկացավ, տեսակ, ոչ մեկ չկար Էջմիածնում, մի քանի մարդ հավաքել է, այն իր գեղացիներին բերել են, այն ձեռնադրությունն է եղել, եւ հետո մի մոռացեք, որ դա վանք է, Էջմիածինն է, այդ տուրիստը բան գալիս է, պատահական մարդիկ բաներ, այսինքն ընդ ժողովուրդ չկար, կորիզը չկար, հավատացյալները չկային, հասկացեք, իսկ այստեղ հազարավոր մարդիկ գնացին, տեսեք ինչ էր կատարվում, հարյուրավոր մարդիկ եկեղեցու մեջ, հազարավոր մարդիկ դուրսը, խնդրեմ, բոլորիդ շնորհակալ ենք, ուշ եւ կարողություն անփորձանք, աշնարարչական, բազուկը սպրչական, Սուրբ Խաչը տերունական լինի ձեզ սպաբան, այսօր մետև միջև Ավիդյան ամեն։ Կխնդրեմ տարածեք շատ, ձեր գրառումները կսպասեմ, լայքեր անվճար են ժողովուրդ ջան, կհանդիպենք նորից խաղ գիշեր։ Բարձր տրամադրությամբ, դուխով։